Այսօր Չարենցավանի համայնքապետարանում տեղի ունենում փեքրպես սրբի կողմից ներկայացված Գորգի Մարզի Չարենցավան բնակավայրում քայլի արտադրամասի եւ օժանդակ շինությունների կառուցման շրջակա միջավայրի իրավասության գրանցման հաշվետվության եւ արտադրության պաշտպանության երկրորդ տնային քննարկումը։ Նշված գործունեությունը փորձաքննության է ենթարկվում շրջակա միջավայրի իրավասության գրանցման եւ փորձաքննության մասին օրենքի համաձայն եւ հասարակությունը որպես արտադրության գործունեության տեսակ։ Գործունեությունը փորձաքննության ընթացքում ուսումնասիրվում է լիազոր մարմնի պոատի կողմից, ինչպես նաև ներկայացում է համապատասխան իրավիճակներ, նախարարության ստորաբաժանումներ, համապատասխան առաջարկություններ ուղղությունների համար։ Ընդհանուր ապկա եւ ստացված առաջարկություններն ու դիտողությունները ներկայացում են նախաձեռնողին, որպես ինստիտուտական ներկայացում ինչպես է տեղի ունենում փորձաքննական գործընթացը եւ նախաձեռնողին վերամշակում, որից հետո վերամշակված պատասխանատվությունից հետո կառավարության դասերին 5 որոշման համաձայն համայնքի ղեկավարի կողմից որոշելով երաժշտական համակարգի վերաբերյալ կազմակերպում է երրորդ հանրային շրջանը։ Փորձաքննության ընթացքում հանրային լսման կազմակերպման նպատակն է նաև հողյա տարածքում իրականացվելի գործունեության վերաբերյալ հանրության կարծիքը լսելի դարձնելու համար, ինչպես նաև առաջարկությունները եւ դիտողությունները հաշվի են առնվում եզրակացությունը կազմելիս։ Սա ընդհանուր գործունեության ընթացակարգ է, ես այժմ կխնդրեմ, որպեսզի նախաձեռնող կողմը ներկայացնի գործունեության համար դիտարկող տարածքը, հարակից օբյեկտները, բնութագիր արտադրական հնարավորությունը, արտադրությունները, ձեռքբերվող հումքը, վայրը, տեղը, ինչպես նաև առաջացող օգտատերերն ու թափոնների տեսակներ, այդ թվում նաև վտանգավոր, դրանց կազմակերպումը, լուծումներ եւ այլն, այսինքն ամբողջը կարճ հնարավորություններ կարելի է ներկայացնել, որից հետո կքննարկենք ընդհանուր։ Առաջարկում են ինչ վերաբերում է տեխնիկական լուծումների եւ պայմանների ներկայացնել ինչպիսին տեխնիկական կողմից, ինչ վերաբերում շրջակա միջավայրին առաջացող ֆակտորների տարածքին եւ մնացած այլ ամեն ինչին կներկայացնեմ ես։ Ես շմակ հաշվետվություն իրականացնող Սպեշալիստ փոխարկեցնում շմակ հաշվետվություն իրականացնող։ Տեխնիկական մասին սկսենք, հետո ասենք շմակի։ Այո, Արզես, Զաքարյան, Սիչ, մի փոքր ներկայացնում հա, որ դեպի տվյալ ցեկտորի հարաբերությունները, շարքային ցեկտորի ժամանակ մեկ տոնը դուրս տալու համար օգտագործում 10-20 ֆար, ավելի քան 100 օրինակ ջուր, հա, ցելյուլոզայի գիտես, մշակման, ստեղծման եւ այլ հարցերի համար, որից դրությունների ջուրը դա արդեն վիտամինի հետագա օգտագործում։ Քարոզ այսինքն կարծիք ծովերիկ այսինքն դերակատարության ժամանակ ջուրը թարակը չի զուտ պատասխանելու հարցին եւ այլն ջուրը օգտագործվում է զուտ կենցաղային նշանակության համար կազմակերպելու համար աշխատակիցների անձնական անձնական խնդիրները որպես հիմնական գործոն որը դա իհարկե մեր բանակայում քարը նույնիսկ թափորի տեսքով օգտագործել բոլոր դեպքերում մետակայա ջարդման մանեցման ընթացքում դա բազա առաջանում է ուշ։ Բայց եթե ցանկացած արտադրության համար ուշի զուտ թափոնա, որը կազմվել, մեր բանակայում դա հումք։ Այսինքն մենք մեր նպատակը 100% ամբողջ ուշի վերադարձնենք մեր արտադրությունը։ Դա որ օգտագործելու են տարբեր երկաստիճան մաքրման համակարգեր, այդ թվում բնականաբար թաց մաքրում դիարական չի, որտեղ հետո շլանգը չլասնի եւ այլն, մենք օգտագործել ենք 4 մաքրման համակարգեր, դա ցիկլոնային առաջնահերթ է, երկրորդը իմպուլսային խողովակների մաքրումն է, այսինքն խողովակների մեջ նստած օշի բարբերաբար օդի հզոր իմպուլսով, ինքը վերադարձնող դիար, որը օշի իմպուլսով օգտագործում։
կարող է թվալ թե հնարավոր չի 100% մաքրել փոշին, բայց երիտասարդության մաքրումից հետո փոշի մաքրման աստիճանը հասնում է 99.9%-ի։ Այսինքն մեր ամբողջ նպատակն է փոշի վերադարձնել, փոշին մեր համար հումքը արդեն պատրաստ արտադրության, այսինքն մենք դրա վրա ոչ մի բան չենք անում, բացի դիետանումից։ Այդ իսկ պատճառով դա մեր համար ստրատեգիական կարևոր մաս է կազմում։ Այսինքն եթե կարող է այլ արտադրություններ լինեն, որոնք մի փոքր ձեռքի համակարգ ունեն, մեր համար դա կարևոր հանգամանք է։ Մենք մեր նպատակը այս փոշի ստանալն է, փոշին եթե ստանանք ու գործնենք, մեր օգտագործության գործակցությունը նվազել է։ Դրա համար մենք օգտագործում ենք նման մոտեցում։ Ինչ վերաբերում է այլ գործոնների, տեսեք, սարքավորումը ինքը ճիշտ է տեխնոլոգիապես ինքը շատ հագեցած է, բայց չունի այդպես ինչ-որ ուժ կայաններ եւ այլն, որ մենք կարողանանք բազմաչափ վթարի դեպքում մտածենք, որ պետք է դրա դեմ առնենք, բավականին պարզային իմաստով, որ հաղթության մեջ ենք հանդիպում, այսինքն չունենք ոչ նպուղային հարկեր սպասարկման, ոչ մի նման ինչ-որ սպասարկող ուղղություններ։ Հիմնական հիմք ես ասացի արդեն, մեր համար ցանկալի է իհարկե մարմինի թափումները, որտեղ կարծիքների հանձնվածության աստիճանը, ռեսպեկտացիան աստիճանը լավագույն հիմքն է, բայց մենք ունենք նաև Հայաստանում տարածքի ֆերզի, որի շուրջ մենք նույնպես աշխատել ենք։ Թուղթը շատ լավն է հատկապես արտաքին պայմաններում աշխատելու, այսինքն ինքը ջրավ մեկուսի չհատություններ ունի եւ հետեւապես հաթեթավորման, ինչ-որ նվելային տոպրակների եւ այլնի համար անփոխարինելի է։ Օրացույցերի ինչ-որ տեսնման բաների համար անփոխարինելի է, այսինքն օֆսետային տպագրության համար ինքը շատ հիանալի հիմք է հանդիսանում։ Բնականաբար, որպես կներեք զուգահեռ թուղթ կամ անձեռոցի դժվար է օգտագործել, որտեղ ջրամեկուսի չհատություն ունի, բայց այդ ուղղությամբ կլրամշակենք ու միգուցե կարողանանք այդ արտադրությունները նույնպես արտադրել։ Եթե պատասխանեցի ձեր հարցերի, շնորհակալություն ուշադրության համար, փորձեմ պատասխանել լուսավորել։ Որտեղ արտադրություն շատ բանացավար սահմանամասն ներկայացրեցիք, բայց այստեղ բաց է ինձ համար հավելյալ նյութերը, որոնք ավելանալու են, չէ՞, փոշում, որպեսզի ստանանք հետաշնական արդյունքը, որոնք են հավելյալ նյութեր եւ ինչով եք դուք հիմնավորում, որ դրա արդյունքում չեն լինելու այնուամենայնիվ արտամետումներ եւ չի լինելու հոտ։ Տեսեք, նման տեխնոլոգիաների մեջ, որպես ավելանյութ մաքսիմալ հավանականությունը սահմանվում է 0.5% դա անհրաժեշտությունից ելնելու, այսինքն եթե մենք ուզում ենք ստանալ շարքային տպագրության համար անհրաժեշտ սպիտակ մարմարի փոշուց, մենք ոչ մի ավելանյութ չենք օգտագործում, այսինքն լինելու է 80% բացիցրերի, 20% PP կամ PE, այսինքն պոլիէթիլեն կամ պոլիպրոպիլեն, այո, դա հիմնական ասենք բաղադրիչ, որպես ավելանյութ, եթե ենթադրենք անհրաժեշտություն լինի ինչ-որ կարմիր երանգ ստանալ եւ այլն, կարող ենք դիտարկել, ասենք, չգիտեմ, բնական ինչ-որ ներգող նյութեր, կլինի դա մետալական ինչ-որ օքսիդներ կամ եւ այլն, այսինքն բոլոր դեպքերում այստեղ չի նախատեսված ինչ-որ քիմիական ներկման, քիմիական մաքրման եւ այլ գործառույթներ։ Այո, քիմիականը բացառում են, քիմիականը բացառելով, բայց դուք օգտագործելու եք ներկանյութեր։ Ինչո՞վ է պայմանավորված, որ այդ նյութերը խառնելիս ձեր ասած հոտի որևիցե ազդեցություն չի լինելու։ Ես ինքս մետալուրգիայում այս երկաթի համալուծիչներից հոտ որպես այդպիսի գործողություններ չեմ զգացել։ Կարող է քիմիքի դա հաճելի է, չգիտեմ, բայց չեմ կարող հասկանալ։ Մեր հարցը որ կարողանամ ճիշտ պատասխանել։ Կարող է ես մետաղագետ եմ, մետաղի համար բացառել արտամետումները եւ հոտի կներեք, մարդու ծնվելուց սկսած իր ներգործությունության վրա բացառել հնարավոր չի։ Սնվելուց կներեք մինչև արտաթորել է, հնարավոր չի բացառել, բնականաբար կա, բայց մենք ուզում ենք հասկանանք չոր սահմանված թույլատրելի կոնցենտրացիաներ կա։ Մենք խոսում ենք, որ մեր արտադրությունը բացարձակապես չի գերազանցելու ոչ մի նորմատիվ։ Ուրիշ բան ես դրա հետ համեմատ եմ, որ ձեր ազդեցությունները լինելու են նվազագույն, ըստ տեխնոլոգիաների կառավարելի, բայց այնուամենայնիվ լինելու են եւ դրանք անհրաժեշտ են որքի գնահատել որ մեքենան նույնիսկ ունկա բերի, դրա ազդեցությունը ունենալու շրջակա միջավայրում։ Ըստ այդմ նաեւ առաջանալու են
նորից շեշտը դնելով հավելանյութերի վրա։ Տեսեք, թափոնները, որ ես նշեցի, բնականաբար տեխնոլոգիական թափոններ կառաջանան, հնարավոր ավտոբուս վիտամինության 3, բայց այդ թափոնները մենք դրիվ նույնպես օգտագործում ենք, այսինքն մանրացնելու, վերադարձնելու։ Դա նշանակում է որ տիպի թափոն է, մաքուր հումքի շրջանակում մենք կարող ենք ավելացնել մինչև 10%։ Այսինքն արդեն իսկ ենթադրենք պայմանական, մենք ստացել ենք մետրամյակի թուղթ, մեզ եկել է վախվերը 30 սանտիմետր, 10 սանտիմետր թափոն ունենք, 10 սանտիմետր թափոնը մանրացնել ենք, վերադարձնել նույնպես անհետացություն։ Ինքը իրանց ներկայացնում ավտոբուսանոց մեջ հումքը արդեն իր հավելանյութ։ Իսկ ինքը ինչ է տեղի մենք ունենք այնտեղ պլաստիֆիկացման գործընթաց, որի ընթացքում այդ հավելանյութերը կամ ձեր ասած թափոնները մեր արտադրության նույնպես վերադարձնել ենք արտադրություն։ Այսինքն այն պահը, որը որ պետք է իսկական քարը խառնվի տվյալնյութի հետ ու դառնա այդ նյութը, ինքը արդեն այդ թափոնը, որը պետք է մանրացվի, այդ մի փուլը շրջանցում է։ Ինքը արդեն մտնում է այն պրոցեսի մեջ, որտեղ որ արդեն ինքը խառնված է։ Այդ մասը հասկացանք, բայց ամեն դեպքում ներկայացրել եք, որ բանեցված տրանսֆորմատորային գյուղը որպես ստանդարտավոր թափոն, այսինքն միայն դա է դիտարկել, չդիտարկելով մեկ այլ հնարավոր չէ, որ այդ թափոն առաջանա, անմիջապես չլինի, ոչի դուրս գալու դուք անմիջապես դնեք նորից արտադրության մեջ, այսինքն դեպի հավաքվի, այսինքն դրա կազմակերպումն էլ անհրաժեշտ է լինել որպես արտադրություն։ Շատ ընդունում ենք, բնականաբար հնարավոր չէ։ Այո, անմիջապես չի կտրվելու Նույն, եթե օրինակ նույն մետրամոս թղթի օրինակով, եթե մետրամոս թղթից ստանում եք 330 սանտիմետրանոց թուղթ ու պահեստավորում եք, են էլ նենց 10 սանտիմետրանոց որ են պահեստավորում։ Բնականաբար, բայց իրանք զապ է կամանում։ Դե, երկուսը տարբեր ձև են, դեռ պահեստավորում եք, այս թուղթը բաժանում 4 մասի, 3 մասը դնում եմ ստեղ պահեստավորում եմ, որպես արտադրանք որպես կանոն է, մյուսը դնում եմ նույն ձևի արխի մեջ, էլի պահեստավորում պահեստում, որը է, ինչ անեմ, էլի որպես թափոն է համարում։ Այո, միանշուն է։ Հա, օգտագործող, բայց ինքը արդեն Արես տապավորություն վերասկզբից Գարիգյան Մարկոս Բերգության հիմնադրում։ Մեր ուղղակի ներկայացում դուք եք շնորհակալ, հա, ես նույնիսկ չլսեցի, հա, Ուրեմն ամենասկզբից ընկերները շատ նշեցին, բայց ամենասկզբից մենք էլ հուսախում ենք երևույթից ունենալ, որը հանդիսանում բայց ամենասկզբից ամեն ինչ առավելու է, որ այդ կրկվելու պրոցեսում մենք ինչ ունենալ։ Որովհետև նա խոսում է արդեն տարբեր տեսարան օրինակ պատերազմական տարբեր տեսակի օգնանքների համար ողջ թղթի չափին, հասկանում ենք, որ շատ չնչին բանան։ ամեն դեպքում առաջանալի, ամեն դեպքում դրանց կազմակերպում Դրանց ուսավ է, դա մեզ ծավալ կամ մեզ կանակ չի, գերոջ ասած մենք էլի պահեստի Ես զուտին իմացության համար եմ ուզում հարստամ, այն ինչը որ համարվում է թափոն, ենթադրում դրականանում է, ինչ դուս ես հանելու քո արտադրական տարածքից, տալու ես ինչ-որ մեկին վաճառքի, լիցենզավորված ցանկացած կազմակերպումը անհրաժեշտ է դիտարկել։ Չէ, Մենակ կազմակերպության բանը չի։ Չէ, շարունակական է խոսում։ Տալու ես ինչ-որ մեկին, տալու ես թափոնարան, կամ ես կամ այդ դա դիտում է թափոն։ Իսկ ինչ-որ դուք ապետակում ես քո պահեստի տարածքում, որ նորից օգտագործում ես քո արտադրական պրոցեսի մեջ, դա էլ է թափոն։ Շարունակում ենք թափոն ենք արտադրական թափոնի կրկնակի վերնուշ։ Իագացիկորը նստեցինք, ոչ արտադրական թափոն։ Որը նույնպես Դու օգտագործում ես որպես ուրբան, դա արդեն հաջորդ բան է, բայց ինքը որոշավորվում է, ինքը արտադրական թափոն։ Եվ եթե դեպի մեկը որ նմանելով կգնի այդ ապրանքը, դա այլևս արտադրական թափոն չի, 10 սանտիմետր Չէ, արտադրական թափոն է։
ու այդ ժամանակ դու իրան պետք է կատեգորիա տաս, որոշակի չափ տաս։ Եթե դառնես պրոդուկտը չդարձնես տանը։ Դարձնես տան, արդեն վաճառած է։ Դեպքում որպես պրոդուկտ մնաց այդ ոնց շարժի քաշան։ Օգտագործող խնդիր։ Այդպես է արվել այն կարծիքով։ Մենք ունենալու ենք էլ այնքան բազմաշերտ է այդ ոլորտը, այնքան բազմազան է, չգիտեմ, որ կարելի է ընդհանրապես չունենալ։ Բայց իհարկե կարելի տարի տարած պահման, կուտակման, նորից արտադրության մեջ Պարեստումն է։ Մարկետինգ գիտական Գիտեմ, պարեստումն է, տարածումն է։ Պարեստումն է մեկ էլ Շատ է։ Հիմա եթե կարելի եթե այս արտադրանքները դասի բարձրի առանձնահատուկ քանի վերաշփումից ստանում երբ որ կդառնա ծրագիր արդեն դարձավ հիմա իրար նորից վերամշակելու ժամանակ նույն տեխնոլոգիայով այն կգնահատի Մանրացնենք ուղղակի բանը, ջարդման պրոցեսը բնականաբար չի լինելու, դա հնարավոր ուրիշ լինելու, ինքը որ գնում արդեն գրանուլավորվում է, բայց մեր հաջորդ էկոնոմիկական փուլը գրանուլ է ստացումը, որտեղ գալիս է կալցիցիա Փոշին, այսպես ասենք, ու մեր կապացիչները, պոլիկրոտելեզինը, այդ փուլում դա է։ Այսինքն զոզվոր մասնագիտական մի քիչ բաց է դեպի մասնագիտական այն պրոդուկտը, որ ստացվում է քայլից միշտ տեխնոլոգիա, արդեն ստացած պրոդուկտը նորից վերադառնում նույն վարսակը տեխնոլոգիա վերանորոգում է։ Ուղղակի մի Իսկ նույն վարարի մեջ է կանում, պրոցեսի մեջ է կանում, այս շուտը կանում։ Այսինքն, տեսեք, ինքը արդյունքում վարարան ասած է, ինքը Չգիտեմ, օրինակ, կակացնում պրոպոլիկրոտելը կապացիչ հանդիսանը։ Այդ նույն փուլում մանրացած արդեն մեր վերադարձած թափում։ Մասը ուրիշ գործընթաց իրան չի սպասում։ Մանրացնում, այսինքն այս պետք է շրջարարում մանրացում։ Որը գնալու իմ տեղով Ես մի հնդացնում, հա, հենց ես դիտարման հետ կապված, բայց արտամետում եմ։ Ուրեմն դուք հաշվետվության նշել եք, որ վարարանի տնկացման արդյունքում մեր ձերմինս ավելի լավացման հետ կապված արտամետումներ չեն լինելու և գնալման հաշվետվություններ, որպես ծնամաշվարդներ, անգամ չի դիտվել արտադրամասը։ Ես նորից ես ուզում ստավորվում հանդրադառնալ, ինչպես է դա հնարավոր և իսկապես արդյոք դա հնարավոր է։ Բացարձակ արտամետումներ չունենալ Մենք պատասխանեց ցանկացած գոյության ժամանակ կա որոշակի քարնելի աջակցություն արտանետում դա է ես արդեն պատասխանեցի այդ հարցին։ Ինչ վերաբերում է, տեսեք, եկեք տարանջատեք հալման գործընթացները, հա, առհասարակ, տաքացման գործընթացներից։ Այստեղ մենք ունենք մաքսիմում 120 աստիճան աշխատանքային հարթ պոլիպրոպիլենի դեպքում Եթե դրա առաջնությունը կլինի սկսիչի ինչ-որ պատվիրատու, ասում եք ինձ ավելի բարձր ամբիցիոն, ավելի բարձր ջերմականությունը պետք է խիսանալ, ենթադրենք ուղի անևի տակ, գովազդայ կլաներ ուզում, այդ դեպքում մաքսիմում կարող է 160 աստիճան տաքացնել։ Դա դեպքում հալուկ, որպես այդպեսին տեղի չի, այսինքն պլաստիֆիկատորը, կապացիչը, հանձնում է պլաստիլինի, կոնսիստենցիա, ինչի համար, որ ինքը զուտ կարողանա կալցիցոյրեքի գրանուլաները բռնել, զուտ դա է, ու ամենջապես ինքը որ պլաստիֆիկացնես, դուրս է գալու արդեն մեր թղթի ազդության և լանքով հատուկ կա, ոնց որ սոպլայով, ու արդեն դրանց հետո թղթը որ գնում է հատացման բանի վրա, թանդուկի վրա, ինքը այդ ընթացքում արդեն դրև սարայում զորավորում է այդ մինչև հասնելը, այս տականալում հատվածը, այստեղ փոշին դիտարկել եք, փոշին դիտարկել եք, փոշին եկավ, պլաստիֆիկատոր եկավ, փոշին եկավ, պլաստիֆիկատոր եկավ, ստացանք սենց բուջուր բանր, կապսուլաներ, գրանուլաները ձագարով, լցվում է բունկերով, լցվում է, ասենք, ինչ-որ տարողության մեջ, որտեղ ինքը ասում է տականան 120 աստիճան։ Այդ ընթացքում մեր պոլիէթիլենը հապվում է, ու այդ բանը այս ընթացքում դուք նորից պնդում եք, որ բացարձակ արտադրություն հնարավոր չի։ Ես վերադառնում ենք ցանկացած գործունեության ընթացքում կա արտանետում։ Իմ ասած մեր ներկայացնել է արտանետում և դիտարկել որպես արտանետման աղբյուր։ Ամենը սա է, սա որպես արտադրական
Իսկ այսինքն մի հատ հարցերը ձեզ արդեն։ Ձեր ուսումնասիրության ժամանակ այդ հարցերը առաջացել է։ Դուք այդ դուրում իրար չեք աշխատում։ Մենք դրանշական տրամադրել ենք, իրենք մեզ ներկայացրել են ինչի մասին։ Այս ամենի մասին անդրադարձել եք, բայց պատասխան չեք ստացել։ Պատասխան բոլոր դեպքերում ստացել։ Պատասխան ստացել են բացառում են։ Պատասխանները նախարարության կողմից գալիս են դիտողություններ եւ առաջարկներ տարբեր հարցերի շուրջ։ Մենք բոլոր հարցերին, եթե դիտողություն ընդունել ենք, առաջարկել, ընդունել ենք եւ անցել ենք առաջ։ Հիմա հարցը նրանում է, որ Գոլեգայից ասելով, որ հարում չկա, հարման պրոցեսի ժամանակ մեծ արտամետումներ կան, իրանք այդ որոշումները արտամետվում են մնացածը։ Այս պարագայում դա ուղղակի Մեծ չէ, բայց քիչ, բայց արկայում։ Դե չի լինի ինչ-որ մի բան, որ չի լինի էլի, բայց դա ոնց ասեմ, եթե Որսանից տրուբարիների է դուզ դեպի ծուխով։ Որսին այսպես ձեր ուտակասնեք ավազ այդ խարում։ Այդպես մի բան է, Ես դրա վարեմ այդ խողովակը արտանետման չկա, որովհետև ինքը այն պրոբլեմը չի, որ պիտի արտանետվի։ Ծուխ չկա, խողովակ չկա, Ինքը ներքի պրոցեսի մեջ գնացող է։ Հա, ինքը հարում դառնում է պլաստիրին, կոպիտ ասած պլաստիրին։ Անցնում է դրա տակով, դառնում է թուղթ։ Ես տենց տեխնիկական Շատ լավ, մենք արդեն հասկացանք, ինչ Փորձանք գտնել Հա, 000 մենք սկսել դրա շուրջ աշխատել պայքարել հետ։ Ես ներքև որ նայում եք, նայս ծուխը են, որ այդ ծուխը նայեք, ծուխ կա։ Չէ, մենք չենք ամեն համարի տաղանդավերսնենք, հարգից ստում ենք շիտավորությունը։ Արդեն լավ որ այդ ծուխը չկա, բայց Խողովակ չունեմ լավ, բայց որովհետև շուտում եմ ավելի խորանում չէ, որտեղ հասանելի միջոցները չկա այդպես դարակի հստակ, էլի, ասենց ես ինքս տեխնոլոգիան կանոն շատ տարածված է, չի շատ նոր ուսումնասիրություններ չկա, 2000-ականներին պաշտպանած պատեր կա, ու շատ ջերմեր մենք կոմենտ Իդեալ թազի բաղադրության մեջ մենք կարող ենք ներգրավել մեր նույնի երեխեքին ու իրոք շատ դիսերտացիաների թեմաներ կարելի, դեպի խոր ուսումնասիրած պրոցես չի կերել ինքը 2000-ականների պաշտպանած պատենտ է, ինքը Շանհայից պատենտ է ու շատ քիչ երկրներ են ասում այդ սովետական միությունում երևի են Ուզբեկիստանում նկրել, որ դեմինացիան ուզած պրոցես Էնել դա հարավից Չկարով է նստավոր մեզ լողոցնքացի միջևեր գնալով Չանաչելով սեպականատերերը ես հասկացա, որ մենք ներոտ կհաջող չեք գնալը Պատողյան տալը Մենք մոտավորից մենակ Չինաստանում չի, մոտավորապես 10-15 Ոչ ջան, որ շարքա Ես ուզեի նաև անդրադառնայի կանանչապատմանը, այո, համայնքին է հարցում, նախապես դուք նախաձեռնողից պահանջել եք 40%-ի կանանչապատում, հետո գրությամբ նշել եք, որ դուք կանանչապատումը դիտարկում եք կենցանցին, այո։ Ով է դիմել։ Մենք դիմել ենք գրությամբ, այո, որ մենք նախատեսում ենք և կանանչ ու համայնքի խնդրել ենք, եթե դա համայնքը համաձայնել է, որ նման մակերեսը պետք ճարտենք, որովհետև ինքը օգտագործելու է, այսինքն ասֆալտային չի լինելու, անջրախապանց, լինելու է գեորոշոկանի տարբեր։ Այսինքն ամբողջ ընտրված կանանչապատման տարածքը լինելու է։ Ոչ, մենք ընդեղ նշել ենք կանանչապատումը։ Հա, եթե կարելի է։ Գրության մեջ է կարող հստակ չափել է։ Չէ, չկա։ Ոչ, մեր դիմումի մեջ հստակ նշած է։ Ձեր դիմումի մեջ կա գրության պատասխանում չկա, ես չունեմ գրությունը։ Տեսեք, բուն բնական կանաչապատման տարածքը կազմել է 11-46%։ Ձեր ասած ծառ, թուփ, ծառի նախորդով, չնայած որ կարող են բնության վրա։ Բայց ու ծառ չեք նախատեսել։ Հիմա 29.035%-ը մենք նախատեսել ենք
այդ գազոնային ցանցով, հա, ջրաթափանց կանաչապատ մակետից։ Այսինքն ամբողջ տարածքի 11.5%-ը գրեթե դա բան դու կանաչապատում։ Տարածքի շնորհիվ Երեկո վերց։ Հիմա իմ հարցը քիչ այլ է, համայնքի վերաբերում, որ իրենք ասում են դիտարկել դա կանաչապատում, հիմնավորումն է, Ամենջան նիկարներից կան, եվրոժոսով կանաչապատման կանանք է, դիմում է մեջ պետիման է։ Թվերը։ Չէ, նկար հասկանալի։ Հա, ասվարդի Ձեզ պետք է եղած ցանցն է։ Հենց նայ մեկը վայսից է նկարը, Կողմը ինչ եք քննացել։ Հասկանանք ընթացքը դա մեծ ծախսերի է կապված, չարացքի դուրս գովային աշխատանքները։ Հարցանոց Որպես իրենց ներկայացված տեխնոլոգիաները ինչքան որ ես եմ ուսումնասիրել եւ ինչքան են ներկայացնում որպես բնապահպանական ազդեցությունները բացային թվում։ Բայց դա ոչ չեք նայել այդ երկրների կողմն են իրենք։ Դա սահմանային Ինքը հենց դա է։ Բայց ինչքանով այս տեղայը իրագործել։ Հաշվի առնելով գործունեության տեսակը ամենամեծ ուղղությունները եւ շնորհավորման լինելու են որովհետեւ շինարարությունը չէ, դարձը որտեղ է լինելու ազդեցությունը, բնակչի վրա լինելու մշտական իսկ շատերը սա շինարարության լինում է ժամանակավոր։ Տեխնոլոգիաները, որոնք առաջ չեն գնա, եթե լինի արտանետումը բացասական շրջակա միջավայրի վրա, ֆինանսավորում անգամ չի լինի։ Հիմա Հայաստանում, երբ որ ես որքան որ տեղյակ եմ, ֆինանսավորումը Եվրոպական զարգացման բանկից է, չէ՞, լինելու Տեսեք, հիմա բանկի ծրագիրը եթե տեսնի, որ կա մի բաց, որը որ շրջակա միջավայրի, սոցիալական առողջությանը կամ նման մի բանի վնասը ուղղակի չի ֆինանսավորվում, որտեղ ինքը դրա տակ չի մտնում։ Եվ այդ տեխնոլոգիան շատ քիչ երկրներում կան իհարկե Գերմանիայում, Չինաստանում, մնացած երկրներում։ Ահա, նման ծրագրերը, նման աշխատանքները, նման տեխնոլոգիաները պարզապես չեն ֆինանսավորվում, եթե լինի ազդեցությունը նմանատիպ։ Մի հատ քաղցել ես կացայական կապված հզորությունը կարող եք նշել։ Կացայական հզորությունը հաշվետվության մեջ նշված անգիր չեմ հիշում, եթե անկեղ, բայց կացայական նաև հավելվածային տարբերակը, իրահզորությունը, Գազպրոմից տրված տեխնիկական միացման պրոյեկտը մենք այս հաշվետվության մեջ նշված ամեն ինչ ինչ-որ ունեցել ենք պետականորեն տրված։ Ամեն ինչ այդ հաշվետվությունների հիման վրա է հաշվարկվել է արդեն թման հաշվարկը կացարատրմից արտանետվող կամ
որովհետև կացատումը դերից առօրյա ֆեցիալային նպատակների համար մաքսիմալ մեր արտադրողականության հասնի դրական 310-320 Ինքը ձեր արտադրամասը յակոմանացել է էլեկտրաէներգիա։ Աշխատելու է էլեկտրաէներգիա։ Այո։ Այդ դեպքում կացայատումը զուգկացարայի մարդկանց հա յոգանքի կենցաղային հարցերը կարգավորելու համար Վեճ կապիտալիզացիա։ Մեկ Ну, դու կոնտուրն եք արեք նախատեսենք, կամ առանձին կոնտուր տակասում, առանձին կոնտուր։ Դրանք նոր պետք է նախատեսեք, թե Չէ, Եթե կան մեր արդյոք ամենքը Չէ, մենք հավաշատ ձեզ ենք ուզում լսենք, որովհետև մասնագիտական խումբը Մասնագիտական ես իմ բոլոր հարցերը տվեցի առանցքային Մենք առաջին խորը երբ որ ասում ենք, այս բոլոր հարցերը փորձում ենք ստանալ Իվանից, հիմա ձեր ճավեր մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցում է, որը մեզ հետաքրքրում է ինչքանով, որ մեր համայնքում ինչ-որ ստեղծվում է, արդյոք մեզ վնասում է, թե չի վնասում։ Ինչքան մենք գնանք աշխատատեղերի, բնակչության մի քիչ սոցիալական հարցեր լուծելու, բայց կա նաև առողջական եւ մնացած ու նաև այն ներքի բաժինը, որ դու հետագայում կարելի է որպես պաշտոնյա ու համայնքի պատասխանատու։ Դրա համար ձեր ուղղակի կարծիքները մեզ միշտ բարձր մակարդակով հետաքրքրում են։ Ձեր դիտողությունները հա, հիմա ընկեր Բաղդադյանը մեր Ճարտարապետն է, պետքա իմ ազդեցության ես պատասխանում, գերմանիաջերնա։ Հա, էդի ասեմ ինչու մասին է, անդեր սանալ մահատակը, որպիսի մեկինաների գնավուլավայի դարված, ինքը են ձևի կոնստրուկցիա է, որ մեջից էլի կանաչը դուս է գարել, կանաչը պատված կապողում, ասենք մարդի եսը շինարության նորմերի կապված, այդ թույլությունները հիմա մի քիչ բանկեր կգնանք դեպի Եվրոպա, բայց Եվրոպայում հիմնականում տենց է, ասենք մարդկանց հայտնի բանանում, մեքենաների գնահատակը կապված, ինքը մեքենայի ակերի տակեր բանը, բայց անքից ինքը կանաչարած գազում է դառնում։ Հարց ունե դրանց, ձեր հարցը ավելի շատ մի փոքր հայտնել է նախագծման թույլտվության 40%-ը սահմանվել է կանաչապատում նախապես ամենքի կողմից, հետագայում ներկայացնել է ստատիկանքը, որ կարելի է նաև սա դիտարկել։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ փորձականության ընթացքում գերոցանցը որպես կանաչապատում մենք չենք դիտարկում։ Դուք եթե ունեք որևիցե հիմնավոր իրավական աղոտ կամ չգիտեմ որևիցե կետ, որով առաջնորդվում եք և կարող եք մեզ տրամադրել։ Մենք փորձենք բանով հիմնավորենք, այսինքն սնիվները փորձենք մի բան գտնենք, որ դա է համարվում կանաչապատելի, հենց այդ բանը փորձենք հիմնավորենք։ Մենք է փորձենք ձեզ այդ սնիպերը մեր մոտ բավականին լինեն, իսկ գերոցանցը ինքը հիմա շատ ակտիվ մոտելակյանք, ես ձեզ ավելին ասեմ, վերջին դու էքսպոներում ես մասնակցել եմ, հսկայացվավոր լուծումներ են տալի, թե կյանջեր, ինչեր, եւ այլն կանաչապատման համար, որը ցույց է թույլ է տալի անդրադարձնել գրունտը, մի անգամ ստանա կանաչ մակերես։ Ինքը պաշտպանիչ ո՞ր է։ Ճիշտ եք ասում, կանաչ է ստանում։ մենք նաև ընդունում ենք ձեր ասած ընկերանցի խախտվածների եւ վիճակում ենք գերոցանցում առավելություն որպես Ես ես հասկացա, ուղղակի կասկածում ենք գործոսին դեպքում, բայց կփորձենք նա մեր ժողովրդի դեպքում մի քիչ դուք եք հակառակի դեպքում ինչ է սպասվում, որտեղ չենք հիմնավորում։ Դուք մեկ ազդեցներ դիտարկեք։ Ինչ։ դա շինարարության ծավալ մագերես ինչ փոքրացնենք էլ ասում եմ ինչ մասնակցում բայց ես գիտեմ որ կա նորմերը Շատ լավ, ընդհանուր արտադրական բերումիջանի հետևում ներկայացնես եւ տարածքը եւ ազդեցությունները օբյեկտները, որոնք զբաղեցնում են համարվում Սկսենք նրանից, որ ամբողջ տարածքը, ինչպես ասվեց, արտադրական նպատակով տարածք է, արդյունաբերական նպատակով տարածք է, բայց մենք ունեցանք մի, այսպես ասած, դիտարկում, որ տվյալ արդյունաբերական տարածքից չենք հիշում որքան հեռավորության վրա, կա ջերմոցային 58 մետր ըստ հեռավորության, կա ջերմոցային գոտի։
Հիմա ես չգիտեմ ոնց է արդյունաբերական տարածքում կառուցվել ջերմոց, բայց մենք հիմա ունենք այն ինչ ունենք, մեր արդյունաբերական տարածքում կա ջերմոցային գոտի, բայց օրենքով 50 մետրից ավելի դեպքում դուք գտնվում եք քո սահմաններում։ Հիմա տվյալ արդյունաբերական տարածքում մեր ջերմոցից 50 քանի մետր հեռավորության վրա մենք դրանից չունենք։ Հիմա պլյուս դրան էլ ես հավատում եմ ջերմոցեսմային ավանտաժում, հիմա կանմանաշնանք է, կանման թույլություն Այսինքն, եկան է մտքին, որ դեռ ջերմոցը պետք է հին ջերմոցը ես պային Այսինքն գործող չէ։ Հիմա չի աշխատում Եվ չի աշխատում։ Չի աշխատում։ Դեն սովետի ժամանակ է Շատ ավելի լավ հարցեցին, ինչ վերաբերվում է օրինակ եթե դիտարկենք տարբեր ասպեկտները շրջակա միջավայրի օրինակ օդի օգտագործումը արդեն քննարկեցինք ինչեր է կարող լինել որպես օգտագործություն դիտումներ հողի հետ կապված հողը հիմնականում այն տարածքը որը պետք է շինարարություն լինի էկոլոգիական հանվելու է բայց նորից ամբողջ հողը մի բան էլ ավել կողքից բերել է որպեսզի կարողանան այդ տարածքը ապահովեն այն արդյունաբերական ամեն ինչը ինչ որ պետք է արդեն նախագծով լինել այսինքն հողի կորուս թափում մենք չենք հողի թափում չենք ունենալու ջրի հետ կապված մոտակայքում չկա ոչ լիճ, ոչ գետ, որը որ արդյունաբերական ընթացքում շինարարության ընթացքում բաղում են ջուրը, ինչ վերաբերվում է սոցիալական հարցին, շինարարության ընթացքում այդ ամբողջ պրոցեսի ընթացքում ներգրավված կլինեն թե Չարենցավանի համայնքից, թե այլ համայնքներից աշխատողներ, ժամանակավորապես այդ շինարարության ընթացքում, բայց հետագա տարիներին 315 տեղ աշխատատեղ է ստեղծվելու տղրամասում աշխատասենական, որից չեմ հիշում որքան է ինժեներական, որքան է բանվորական, բայց Չարենցավանում մեծ պոտենցիալ հնարավորություն ունի 315 հոգի, եթե ոչ 300 հոգի ընդգրկելու իր աշխատանքային պրոցեսի մեջ, ինչը սոցիալական առումով շատ դրական ազդեցություն է։ Քարե արտադրության հետ կապված ասեմ։ Այն նյութերը, որոնք որ պլաստիկական նյութեր են, բնության մեջ ըստ դիտարկման քայքայվում են 50-ից ավելի տարիների ընթացքում։ Տվյալ այս թուղթը քայքայվում է 3-ից 5 տարվա ընթացքում։ 3 տարի, 5 տարի խառնված հողի հետ քայքայվում լինում է, որտեղ իր մեջ կա քար, բնական քար։ Եթե դիտարկենք, որ քայքայվում է 100 տարվա, մաքսիմալ 100 տարվա մեջ 50-ից ավելի, սա ուղղակի չնչին է այդ դիմաց։ Ինչ վերաբերվում է ջուր օգտագործելուն։ Թուղթը, ինչպես գիտենք, ինչպես Արտուրը նշեց, դասական թուղթի արտադրություն ենթադրում է ցելյուլոզայի ջրի մնացածի ազդեցությունը, արտադրությունը մեծ գարի վատ ազդեցությամբ, թե հողի վրա, թե ջրի վրա, թե օդի վրա։ Մենք ամեն ինչից նրանից խուսափում ենք, ոչինչ նման բան չկա այս պարագայում, այս քարե արտադրություն։ Ինչ վերաբերվում է ճանապարհներին, մի փոքր կծանրաբեռնվի հիմնական ճանապարհը դեպի մուտք գնացող այդ շինարարության ընթացքում մի քանի ամսերի ընթացքում դեպի մուտք ճանապարհը կծանրաբեռնվի, բայց կան համապատասխան միջոցառումներ, որոնք թոթափեն են բեռը, այսինքն գիշերվա ժամերին աշխատանքներ չիրականացնել, մարդկանց չխանգարել, արագությունը իջեցնել, եթե սովն նյութ է տեղափոխելու, ծածկվի, որպեսզի օդը չախտոտվի, չթափվի, բոլոր այդ միջոցառումները դիտարկվելու են և իրականացվելու են։ Աղմուկներ իր հերթին, եթե աղմուկը ցերեկային ժամերին շատ է լինելու, ժամերի 8-ից դա ամորը չխանգարել։ Դե նրանք էլ գոտուզ դրոշում Չարենցավանի հարևանությամբ ոնց որ այո, այդ բնակերին ամենամոտ գոտին է։ Դա ամենամոտ գոտին է, չեմ ասում Չարենցավանի բնակերին, բայց ովքեր են երկակի գործարանը, դրա աղմուկը չի թողի, որ դա էլ են նշել հաշվետվության մեջ, որ գումարային ազդեցությամբ աղմուկի մեր աղմուկը չի գերազանցելու հարևան արտադրական մասերի գումարային աղմուկային։ Իրանք ուղղակի ինքան շատ են, որ մեր աղմուկը չի բանակվել ունենալու։ Ինչպես նաև ասեմ շինարարության ընթացքում մեքենաների տեղափոխումներ կան չի անելու, որ էլի չենք գերազանցում ոչ կա։
Ինչևէ, ինչ մաս կար, որ կարելի էր ավելի մանրամասն ներկայացնել։ Շինարարության փուլը ինչքան է դեպի։ Շինարարության փուլը դեպի 24 ամիս, 24 մեկ տարում 24 ամիս, որից մեկ տարին թերևս արդեն արտադրական տարածքի մնացածի շենք-շինության կառուցման, մի տարին էլ արդեն տեխնոլոգիայի ներդրման, որը պիտի բավական մանրամասն և ճիշտ տեղադրվի։ Դա շինարարության փուլը չի, ասենք մեզ շինարարական մասերը։ Շինարարական փուլը դիտվում այնքանով, որ այդ տեխնոլոգիան մասմուսը SSS պետք է ակետից տեղափոխվի արտադրական տարածք, տեղափոխվելուց դու կառուցել ես մեքենան ախտովել է օդը SSS։ Դա էլ է դիտվում շինարարության փուլը։ Դա էլ է հաշվարկված հաշվետվության մեջ։ Հաշվետվության մեջ կա և շինարարության փուլում։ Դա փորձում ենք տարեկեսում ավարտել, որովհետև զուգահեռ շինարարությանը սարքավորումների զարգացը կդառնա։ Այսինքն մոնտաժն փորձում երկու եկամուտից ավելի շինարարությունը մոնտաժը ոչ է բողոքերներով ոչ մեծ մոնտաժ սարքան ոչ է Առհասարակ շինարարական պրոցեսները վատ հարաբերական արտադրական ժամկետային առումով, որպեսզի դու իմանաս, որ այս ժամկետները ուսքան արտադրել, բայց եթե կարես քիչ անես ժամկետը, միանշանակ արտադրամասի մոտավոր 2 հեկտար։ Ինքը մեր շինարարությունն է, բայց ինչ-որ բարդություններ դեռ չկա, մաքսիմալ բարձրացված։ Չեստորգետներ հենց ուղային բաներ չունենք, տեսեք, մտածում ենք, բայց սյոտքի եկավ բետոնայնություններ ու սենդվիչներով Եկավ բետոնայնություններ, մետաղով մարտերմաններ, արտաքին պատերի և տանիքի ներվասել շմաներներ Դա նախագծով է գասել, իմ հասնիկնս ոտի վրա չասել Նախագծովը հազար այս անգամ պատրաստված ենք եկել Դեր միանակ վարճականապացում, որ հենց արտադրամասի ներսում ելել երկու արկով, այդ հատվածների մի մասը բետոնային, քանի որ մենք ապաստարան նկողային արկում չունենք, պարստակստոց կանալիսան հենց այդ բետոնային հանդերձանային հատվածը, որ մենակ այդ հատվածները, որ սենդվիչ պանը չի նեն։ Հակստոցի հետ կապված որքան ես տեղակել, եթե հարևանության չկա բարձր շենք, երկու շենքն էլ մի հարկանի թեպետերի հարկանյա, եթե հար տարածությունով կարես փախչես դուրս, Պարստակստոց ընդամենը, բաց տարածք դուրս կասել, ինքը կարիք չունի, դες խորը ինչ-որ մեծ տարածք։ Բերեք բախերի մասին չմտացենք Մեր երևի արտավերական քաղաքետով է զարվելը Ես ամեն չեք համաձայն եք Ես այո ինչ-որ սենց շացի, որ ասեցի Իաթաղցը հողի հետ կապված, որովհետև դուք նշել եք հողի համբուրչության բավարարული, բայց այժմ նշեցիք, որ հողի համի նաև ձեռք եք բերելու Կարիք լինի դերում, ձեռք Մենք պաստատնվել է ինչ էլ է կապացել է ծարասում սպայդորություն կա շինարական խալպոներ որը տարածքան հաղթեսման ընթացքում օգտագործվելու է և դզվելու դեր կա, որ կարող է իր ամրությունը պրեսը մի կորենակ իսենց մեզ երևմային իսենց կույտ է ռելեֆով ընտերագրական ամի հարելիք ինք իսենց կույտ է բայց իրական իրան սկսած աշխարհին ավելի փոքրան է, որ օրինակ մեջինակ մետաղական ավտոյի սկիլետրի դրա համար այդ առումով կարող է Հիմա որ գործընթաց չի եղել, մարդիկ չգիտեն բացա ներսում, թե հող է։ Շատ լավ, նաև միաթաղ ճանապարհների հետ կապված, թե համայնքին այստեղ մենք նշել եմ, որ մոտեցնող ճանապարհների երկուսն են, այլընտրանքային և հիմնական և նոր ճանապարհների կառուցման խնդիր չունեն, ճիշտ ասած չքանով ես եմ կարողացել դիտարկել, կարծես թե հիմնականը տվյալ արտադրամասը միացնելու համար անգամ բռնտելի ճանապարհ չի դիտարկվում Մոտեցման ճանապարհները դեպի արտադրամաս կա հիմնական և հիմնական այսպես անցնում է Մենք ներկայացնում ենք հարցերվածով և նկար 16-14-ով իրադրային հատակագծով մոտեցման ճանապարհներում ու այլընտրանքներում Այո, բայց այնտեղ կրնոտային ճանապարհը չի դիտարկվում, որ գտնվում է դեպի արտադրամասին, այսինքն անհրաժեշտություն չկա նոր ճանապարհի կրնոտայնման Ես նշել կրնոտային ճանապարհ Ես սնա որ չի եղել Չի երևում Google-ով
Չէ, լավ, չէ, Այդ դաժե շրջանցիկ ճանապարհ է, ես այս մի ճանապարհով գալիս եմ Ինչի։ Դրա այդքան ծախսեր անում, դատի ասֆալտապատն դա մինչև մեկ բաղադրենք բաղդի։ Ամեն իրենց պետք ծրեթիկ լանա գենալու գարավետի, իրենց ծրեթիկ Այն ինչ որ այսօրումա ծրագրով վերելից, ասեն ինձ որերում, իրան ճանապարհը կիսը ասֆալտապատած է։ Ին ասֆալտ է, Ին ասֆալտ է, հարկացած է, ասֆալտի ծրացողները Ին ասֆալտ է պարզապես, բայց հետո երևի ընկերությունը հանձնարարնի վերան ամուսելու ճանապարհ ավելի Հավաքակ միավորեք այդ մեր ամբողջ կառույցների դեպքերը նորմալ ասֆալտ անեք։ Ահա, իսկ վերաբերում արտադրական ճանապարհի, դա գլուտային ճանապարհ է։ Հա, տեսել եմ, ես Բայց հիմնական ճանապարհը դեռ միգուցե լավ չի երևում, մենք կարող ենք մի ճանապարհով անցնել ու տեսնել, որ կա ասֆալտ, այլ ասֆալտ է։ Չէ, ճանապարհը շատ դոկտորներ է։ Դե տարի շարունակ չի օգտագործել, հիմա ինչ վերականգնական աշխատանքներ կան, հետո ես չեմ բացում, որ իրաց տեխնիկաները դպորցեն բաններ, էլի, այդպես հնարավորինս մաշեցնել։ Անցել մնաց ասֆալտը, հետո գործածի կանեն, էլի, գործածի ճանապարհ կա, վերանորոգման կարիք չէ, ծորմի թե այլ ունի, Դու ասում ես հաստատել հաստատում Շատ լավ։ Եթե կան այլ հարցեր կա շրջակա միջավայրի։ Մենք անցած անգամ բավականին մանրամասն ու շատ երկար դες հարցերից Ես հետաքրքիր հարցերից մնալի այս սոցիալական պատասխանատվության հարցեր կքննարկենք բնակարարների ու իշխանավորը բարձր աշխատավարձ տան ժողովուրդը Եվ 315 աշխատատերը շատ կարևոր Անցած անգամ քննարկել ենք, որ միջից բարձր է 2 հայտնի քանիսներ, չէ՞, ֆիքսել ենք։ Չէ, բարոյական գրաֆից խոսած է։ Դե միջինը այդքան են ասել, կարծում եմ բարձր կլինի ավելի։ Եթե այլ մրցեր Եթե դեր մասնագիտական բաներ կլինի, մեր մոտ շատ լավ ուսանողական անում ենք, որ ամեն տարի օրինակ մինիմում 100 բացարձակ իրազանցիկ ենք ունենում, որ պետք է անես նաև իրենց կրթախոշակ ենք տալիս, բացարձակ ես չի մի տարի կամ այս հետևից այլի բան դու կարող Ճաշարանը դուզում կավորում ամեն ինչ է Մեր Չարենցավանը կրթական ցենզը միշտ է բացել, սովետի թվերից սկսած Եթե ենթադրենք մի կուբամետր մարմարի կոշկը, ասենք դրա վրա ավելանալ 2.02 կուբամետր պոլիեթիլեն է, հենց այդքան է թույլ ստացել։ Մեկին մեկ թույլ Ուզեք վերջացնենք ամբողջը հարցեր չկան, ես ուղղակի նշեմ, որ նախատեսող գործունեության ազդեցությունները լինելու են անկման, շինարարության և շահագործման փուլերում, քանդման և շինարարության փուլերում ազդեցությունները լինելու են ժամանակավոր և կառավարելի, բայց նույնը ակնկալում ենք նաև արտադրության ժամանակ, ընթացքում, այո, և նախաձեռնողը հաշտեցությամբ և նախագծային փաթեթով ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք պարտավոր է իրականացնել և շինարարության և շահագործման փուլում, հակառակ դեպքում կան ձևաթղթեր, որոնք գործելի են հանրության համայնքի կողմից, մենք որպես պարտադիր պահանջ ամրագրելու ենք եզրակացության մեջ։ Այսօրվա հարցերի շուրջ քննարկումները խնդրում եմ թերթով և հիմնավորված ներկայացնել ուղղակին աշխատանքային կարգով և այդ հարցեր կամ առաջարկությունների դրությունների դեպքում նաև կարող եք 25 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունից հետո նորից ներկայացնել ռեալիզացիոն մարմին։ Շնորհակալ եմ բոլորի ներկայության համար։